Լոռի հեռուստաընկերության եթերում Impulse podcast-ն է, բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին, շնորհակալություն պարոն Մկրտչյան։ Շնորհակալ եմ հնարավորության համար։ Միանգամից հարցնեմ, այսօր առավոտյան Վանաձորի երկնքում ուղղաթիռներ էին պտտվում շարունակ, մի տեսակ անհանգստություն կար, կասեք ինչի մասին էր խոսքը։ Վարժանքների մասին է խոսքը, ամեն ինչ նորմալ է։ Շատ լավ։ Այդ դեպքում անցնենք մեր հարցազրույցին։ 100 օրը դեռ չի լրացել, բայց կարծես շատ ակտիվ այսպես աշխատում եք, խորհրդարան թե մարզպետարան։ Դե տարբեր են, շատ տարբեր են։ Ինձ համար ես էլի եմ ասում, կրկնում եմ միտքս, ինքնանպատակ չէ որևէ կարգավիճակում լինելը։ Իմ խնդիրն է, որտեղ լինեմ, այդտեղ տամ չափելի, շոշափելի արդյունք եւ փորձում եմ ժողովուրդը կգնահատի։ Փորձում եք շատ արագ խնդիրներին արձագանքել, խնդիրներին փորձում եք լուծում տալ, այս ընթացքում ինչ հաջողեցիք, ինչ արեցիք հետ։ Դե մեծ ծավալով գործ արվում է, ես չեմ ուզի առաջ անցնել, ծրագրում ենք նաև 100 օրը լրանալուն պես հանրային հաշվետվությամբ հանդես գալ, բայց բոլոր 11 համայնքներում եւ մասնավորապես համայնքի ղեկավարների հետ աշխատում ենք, արդեն կարողանում եմ շրջայցերը իրականացնել այն տեմպով, որը որ ակնկալում էի։ Սկզբնական շրջանում հիմնականում գիտեք կադրային փոփոխություններ տեղի ունեցան եւ համալրումներով աշխատանքը սկսեցինք կազմակերպել բուն մարզպետարանում, հիմա արդեն ռիթմի մեջ ենք մտնում աշխատանքային եւ կարողանում եմ դուրս գալ արդեն շրջայցեր իրականացնել։ Հիմնականում ինչ արված է, հրապարակված է եւ հրապարակվում է անընդհատ։ Մեկնարկը սեպտեմբերի 21-ի անկախության օրվա մեծ համերգով սկսեցինք եւ փորձում ենք տեմպը պահել։ Մի տեսակ համերգային է շատ, հա, ոնց որ ձեր տոնական է, նաեւ այո, որտեղ միջոցառման հետևից, բայց նաեւ չի կարելի անկախության օրը մարզ կենտրոնը թողնել առանց տոնական միջոցառման, նաև Վանաձորի օրը չի կարելի չնշել։ Մենք հիմա պատրաստվում ենք 2026 թվականի հայտերին սուբվենցիոն համայնքի ղեկավարների հետ անընդհատ աշխատում ենք ու մեծ ծավալով սուբվենցիոն փաթեթներ Վանաձորցիները շատ գոհ են ձեր աշխատանքից, նույնիսկ շատերն ասում են, որ դուք ծածկում եք քաղաքապետի վատ աշխատանք, արդյոք դուք դրա համար եք եկել։ Ես նման որակում չէի տա, որովհետև համայնքապետարանի հետ համագործակցում ենք, աշխատում ենք եւ բոլոր համայնքապետերի հետ էլ աշխատում ենք։ Մարզպետարան, համայնքապետարան խզվածք չի կարող լինել, դրանից դուժելու է քաղաքացին։ Ես առիթ կունենանք դեռ այս մասով խոսելու, ես կուզեմ ավելի պարզ խոսեմ։ Խնդիրներ տեսնում եմ մտածողության եւ ընկալումների առումով եւ դա չեմ ընդունում։ Եվ կարծում եմ, որ պետք է համագործակցել եւ պետք է աշխատել իշահ քաղաքացու։ Ես ասել եմ ու կրկնում եմ, ներողություն եմ խնդրում, Վանաձորի փողոցներով ու մայթերով քայլող քաղաքացիներին ընդհանրապես հետաքրքիր չեն, ինչ միջանցնային հարաբերություններ ունեն մարզպետը այս կամ այն համայնքի ղեկավարի հետ։ Քաղաքացուն հետաքրքիր է ինչ է փոխվում իր ոտքի տակ, ինչ է արվում իր քաղաքում, ինչ է արվում իր գյուղում եւ մենք պետք է աշխատենք։ Ավականու Վանաձոր խոշորացված համայնքի ավականու չգումարվող նիստերի մասին վերջապես այս խնդիրը կլուծվի թե ոչ, կարծում եմ արդեն ոչ, որովհետև 2 օրվա մեջ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը 2 որոշում կայացրեց, առաջինը իրավական, երկրորդը կարելի է ասել քաղաքական։ Ոչ, չի կարելի ասել։ Ինչու՞։ Քաղաքական, իսկ ինչու կարելի է առաջինը իրավական անվանել։ Որոշում կայացնողը իրավական որոշում է կայացնում։ Երկրորդ որոշումն էլ է իրավական որոշում։ Ինչով է պայմանավորված ոչ քաղաքական լինել եւ ինչու 2 օրվա մեջ մեկը մեկին հակասող որոշումներ, պարոն։ Իսկ կարող ենք ձևակերպել, որ կան մարդիկ, որոնք նախընտրություններ ունեն քաղաքապետ փոխելու եւ երբ առաջին որոշումը իրենց սրտով էր, դա իրավական է։ Բայց մենք քաղաքապետ չունենք, մենք պաշտոնակատար ունենք։ Ես դա նկատի ունեմ։ Պաշտոնակատարին փոխելու։ Երբ որ առաջին որոշումը կար, դա իրավական էր, որովհետև շատ մարդկանց սրտով էր նոր ընտրությունների տանել քաղաքը, եւ երբ կայացվեց երկրորդ որոշումը, դա քաղաքական է, ինչու։
իսկ առաջինը ինչու քաղաքական չեք որակում։ Իսկ ինչու չփոխել պաշտոնակատարին։ Օրինակ քաղաքացիական պայմանագիրը շատ ավելի շատ մանդատ ունի, քան հասկը, եւ կարծում եմ, որ կլուծվի խնդիրը։ Շատ լավ, ես դատական ակտերի հարկադիր կատարողը չեմ, ոչ էլ ծառայության ղեկավարն եմ, ոչ էլ դատավոր եմ։ Թող բնա իրավական ճանապարհով ինչպես կլուծվի, այդպես էլ կլինի։ Դուք հանդիպում եք ընդդիմադիր ավականու անդամների հետ, ես տեղեկություններ ունեմ, փորձում եք ամեն ինչ անել, որպեսզի նիստ գումարվի եւ սուբվենցիոն ծրագրերը կյանքի կոչվեն։ Այո, ես այսօր մի հանդիպում եմ ունեցել, ես ընդդիմադիր ավականու անդամների հետ չեմ հանդիպել, մի հանդիպում է եղել մինչ այս։ Ես ուզում եմ շատ հստակ, սա շատ կարևոր հարց է ինձ համար։ Ուզում եք ես մեջ բերեմ այսօրվա ձեր քիչ առաջ գրած ստատուսը, հա, այսպես։ Ուրեմն քիչ առաջ մեջ բերել եք 3-ի առաջի օրը տեղի ունեցած միջոցառումից ձեր խոսքը շուրջ $25 միլիոն Վանաձորը թռիչքային զարգացման նախաշեմին, 30-ից 35 նոր ժամանակակից ավտոբուս, 80-ից 100 նոր վերելակ, 80-ից 100 բակի ասֆալտապատում, խաղահրապարակներ, մի շարք փողոցների ասֆալտապատում, զբոսայգիների, մանկապարտեզների հիմնանորոգում եւ ոչ միայն։ Վանաձորի զարգացման ահա այս ծրագրերն են դրված սեղանին, կա բավարար բյուջե, պակասում է մեկ բան՝ ավականու նիստ։ Հավատալով ավականու անդամների ողջախոհությանը, ընդգծում եմ, թույլ չեմ տալու այս ծրագրերը մնան սեղանին դրված, թույլ չեմ տալու մարզկենտրոնի զարգացումը կաթվածահար լինի։ Այո, ստորագրում եմ յուրաքանչյուր բառի եւ տառի, բայց չեմ կարծում, որ ընդդիմադիր ավականու անդամները ձեր թույլտվությանը պիտի հետևեն։ Բա ինչու նիստ չի կայանում։ Քաղաքական որոշում է։ Բա, իսկ Վանաձորի բնակիչներին հետաքրքիր է այդ քաղաքական որոշումները։ Երբեք չի հետաքրքրել, նույնիսկ 2016 թվականին չի հետաքրքրել։ Ես չեմ կարծում, որ կա ավականու անդամ, որ պետք է կանգնի 100,000 մարդու առաջ ու ասի. դուք զրկվում եք 35 ավտոբուսից, դուք զրկվում եք 100 վերելակից, դուք զրկվում եք 100 բակի ասֆալտապատումից, դուք զրկվում եք մանկապարտեզների հիմնանորոգումից, այդ թվում թիվ 7 մանկապարտեզի տնակային, դուք զրկվում եք զբոսայգիների հիմնանորոգումից, դուք զրկվում եք փողոցների ասֆալտապատումից, այս ամենը մեկ տարվա ծրագիր է, պարոն Մկրտչյան, որովհետև մենք ունենք քաղաքական որոշում։ Կա նման ավականու անդամ, որ կարող է նման հայտարարությամբ հանդես գալ։ Ես կարծում եմ ոչ։ Ես կարծում եմ, որ անկախ քաղաքական հայացքներից Վանաձորի ավականու բոլոր 33 անդամները սիրում են իրենց քաղաքը, սիրում են իրենց ծննդավայրը եւ համայնքի զարգացումը կաթվածահար չեն անի քաղաքական դրդապատճառներից ելնելով։ Դա նախատեսված է 2026 թվականի համար, միայն մեկ տարվա մասին է խոսքը, ընդ որում այնինչ հրապարակել ենք բավականին զուսպ եւ համեստ։ Եկեք անկեղծ լինենք, քաղաքական դրդապատճառներով, չէ, պաշտոնակատարը նստած եւ նրա համար, հատուկ նրա համար օրենսդրություն փոխվեց։ Դուք ինչ եք ուզում։ Դուք ուզում եք քաղաքի զարգացում, թե ուզում եք քաղաքական հարցեր առաջ տալ իշահ ժողովրդի նյարդերի եւ չզարգացած քաղաքի։ Համաձայն չեք, որ թիմը չպետք էր քաղաքականացնել ի սկզբանե։ Ոչ, համաձայն չեմ, որովհետև անհատական պատասխանատվությամբ ունենք քաղաքներ, որ գալիս է ընտրվում է քաղաքապետ, 5 տարի ձախողում է քաղաքի կառավարումը, թողնում եւ հեռանում է, ոչ մեկ նրա մասին այլևս չի հիշում եւ չկա որևէ պատասխանատվություն, այդ թվում բարոյական, այդ թվում քաղաքական։ Այս տարբերակով առաջադրվում է քաղաքական ուժը եւ երբ կձախողի քաղաքի կառավարումը, հաջորդ ընտրություններին քվե չի ստանա, շատ բարձ տրամաբանություն։ Անհատական պատասխանատվությամբ ձախողումից հետո որևէ պատասխանատվություն այդ թվում քաղաքական, այդ թվում ընտրական process-ների միջոցով չեն հետևում։ Բայց ես ուզում եմ վերադառնալ նախորդ թեմային։ Ես մի շարք հանդիպումներ եմ ունեցել։ Բացվածքը լրիվ կարծես։ Այո։ Մի շարք հանդիպումներ եմ ունեցել շատ տարբեր մարդկանց հետ, ինչն է, որ չէ ուզի ասել նյարդայնացնում, բայց իմ ընկալումներում չի տեղավորվում։ Շատ հաճախ ես մեր քննարկումներում եւ երկխոսություններում Վանաձորը չեմ նկատում։ Այդ թվում են մարդկանց հետ հանդիպումներում, որոնք որոշակի պատասխանատվություն են ստանձնել։ Օրինակ 1-2-ը միգուցե ավականու անդամ են դարձել։
կամ այլ մարդիկ, որոնք այլ կարգավիճակ են զբաղեցնում։ Երբ ես ասում եմ պետք է հավաքական նիստ կայանա հանուն Վանաձորի, հանուն այդ թվարկածի եւ հիմնավորում եմ բյուջեն որտեղից, բերվում են հակափաստարկներ նեղ անձնական, նեղ թիմային, չգիտեմ։ Եվ դա ինձ համար ընկալելի չէ։ Լսեք, էլի եմ ասում, Մարս կենտրոնն է 100,000 բնակչով։ Քաղաքացուն հետաքրքիր չի ով հետ ինչ հարաբերություններ ունի, ով հետևից որ պատի տակ ինչա խոսացել, ով հետևից որ պատի տակ ինչ չի խոսացել։ Մարդուն հետաքրքիր է գազելից տեղափոխվելու, ժամանակակից ժոնգտոնգ ավտոբուս, որը ունի Երևանը եւ Ալավերդին այս պահին միայն, թե չի տեղափոխվելու։ Մարդուն հետաքրքիր է անդադ տատիկ էր գրել մի քանի օր առաջ, որ 9-րդ հարկում են բնակվում հաշմանդամ թորնիկ ունեն, հաշմանդամություն ունեցող ներողություն եւ չեն կարողանում իջնել բարձրանալ անընդհատ, որովհետեւ 9 հարկանի շենքում վերելակ չի գործում։ Հիմա այդ տատիկին հետաքրքիր չի ով ինչ նախընտրություններ ունի քաղաքական կամ ով հետևից ինչ է խոսացել։ Հետաքրքիր է այդ 100 վերելակները բերվելու են, փոխվելու են, թե ոչ։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Զբոսայգիներից եք խոսում, դուք գիտեք, որ քաղաքում կան զբոսայգիներ 32 կտոր արված եւ տրված վարձակալության։ Օրինակ երկաթուղայինների զբոսայգուց տեղյակ եք, որ 32 վարձակալության պայմանագիր կա։ Բոլորը խզվելու են իրավական ճանապարհով, այդ այգիները հետ են բերվելու Վանաձորին եւ վանաձորցիներին եւ հիմնանորոգվելու են։ Հիմնանորոգվելու համար պետքա ծրագիր, չէ՞։ Ծրագիրը պատրաստ է։ Ընդհանրապես պետքա դա հասցնել կառավարություն։ Ինչ բարդ բան կա այս ամենը։ Պարոն Մկրտչյան, թվարկած այս տեսեք նորից շեշտեմ, հա թվերը 30-ից 35 նոր ժամանակակից ավտոբուս, 80-ից 100 նոր վերելակ, 80-ից 100 բակի ասֆալտապատում։ Սա մեկ տարվան է վերաբերում։ Այո, ոչ միայն դա։ Ինչ սկզբունքով են ընտրվելու բակերը։ Ես հարցս ենթատեքստ ունի, եթերում պիտի հնչեցնեմ։ Այո, հետևյալ սկզբունքով են ընտրվելու։ Նախ մի քիչ ավելի խորքից կամ ցանկացած որոշման տակ պետք է դրված լինի տրամաբանություն, արդարություն եւ ազնվություն։ Վանաձոր քաղաքը ունի 1064 բազմաբնակարան բնակելի շենք։ 70-80 տարի քարուքանդ բակեր են։ Բոլոր 1064 շենքերի բնակիչները բնականաբար ուզում են իրենց բակը ընդգրկվի այդ ծրագրում, եւ դա շատ նորմալ է։ Բայց այս պահին կա 100-ի բյուջեն։ Ինչպես որոշենք առաջնահերթությունը։ Ինչպես որոշենք որն է առաջնահերթ, որը ոչ, եւ ինչպես կայացնենք որոշում, որը ազնիվ լինի։ 1064 շենքը ըստ մշտական բնակչության թվականակի մենք հանել ենք կգնանք 1-ից 100։ Հաջորդիվ կգնանք 101-ից։ Եվ հիմնավորումը կարծում եմ շատ ազնիվ է, շատ արդար է։ Ձեր դեպքում, ձեր խոսքում, այո, հիմնավորումը շատ ազնիվ է, շատ արդար, սակայն կարծում չեք կասկածի իմ խոսքերի ճշմարտացիությանը, համայնքապետարանն ասում է, որ շենքում որ ընդդիմադիր կա, իրեն ընդդիմադիր։ Այդ շենքի բակը չի պիտի վերաբերվի։ Մենք արդեն քննարկում ենք ունեցել եւ այս որոշումը արդեն կայացրել ենք, որ անելու ենք այս տրամաբանությամբ։ Միգուցե 101-րդ շենքը ուղղակի անտանելի վիճակում լինի, 100-ի մեջ լինի շենք, որ ասֆալտապատվել է այս ընթացքում, միայն այդ պատճառով փոխենք, ասֆալտապատած բակը նորից չենք ասֆալտապատի։ Օրինակ Թումանյան 18, եթե չեմ սխալվում հասցեն, 18 մուտքանոց շենքը երկար։ Դա ասֆալտապատվել է։ Քաղաքի ամենամեծ ամենախիտ բնակեցված շենքն է 728, եթե հիշողությունս չի դավաճանում, բնակիչ ունի։ Ամենամեծ շենքից էինք սկսելու, բայց այդ շենքը ասֆալտապատված է բակը արդեն։ Պարոն Մկրտչյան, մենք կարծես թե անընդհատ կոնկրետ մենք կենտրոնանում ենք Մարս կենտրոնի վրա, նաև Ալավերդու ինչ որ առումով Ստեփանավանից, Տաշիրից, ինչ կասեք Սպիտակից, մյուս համայնքներից։ Բայց ես ամեն դեպքում թույլ տվեք Վանաձորը ավարտեմ։ Հա, չավարտեցիք, համեցեք։ Բակերը ընտրելու ենք այդ տրամաբանությամբ, այսինքն ըստ բնակչության թվականակի, որ 101-րդ շենքի բնակիչը երբ մոտենասի ինչու իմ բակը չասֆալտապատեցիք, բնակչության թվականակը ցույց տանք եւ ասենք, որ հաջորդը դուք եք, ու այսպես շարունակ։ Ես իհարկե շատ կուզեի 1064 շենքից գոնե 500-ը մեզնից առաջ ասֆալտապատած լինեն, մեզ մնար կեսը, բայց այն ժառանգությունը մեզ չեն թողել, որ մենք միանգամից բոլոր խնդիրները լուծենք։
35 ավտոբուսները քննարկում ենք չինական ավտոբուսների տարբերակը, որը Երևանը ունի եւ Ալավերդի բերվեց դրանցից 38 միլիոն դրամ է օթորակիչներով Wi-Fi համակարգով հարմարեցված համանախապակումներով մարդկանց համար շատ սիրուն ավտոբուսներ են եւ նաեւ ծառայությունն է համակարգված աշխատում այնտեղ բուժկետ է գործում ամեն առավոտ գնում բուժնում են անցնում վարորդները գումարի հետ գործ չեն ունենում արտահակոստով եւ քաղաքակիրթ ծառայություն է նույնը ուզում ենք ունենալ Վանաձորում եւ վստահ եմ որ ունենալու ենք վերելակների մասով աշխատանքային խումբ ենք ձևավորել ես Երևանի քաղաքապետին խնդրել եմ մեզ հետ փորձի փոխանակում անեն եւ Վանաձորի քաղաքապետարան, մարզպետարան իմ տեղակալ Արսեն Ղարիբյանի գլխավորությամբ 3 եղել են Երևանի քաղաքապետարանը փորձի փոխանակում ենք արել վերելակների մասով մոտ 10 միլիոն դրամ արժողությամբ վերելակներ են 100-ն ենք նախատեսում մոտ 1 միլիարդ դրամ էլ վերելակների արժեքն է ավտոբուսները մոտ 1.5 միլիարդ են արժենալու բայց այդ քանակությամբ ավտոբուս վերելով գրեթե ամբողջ տրանսպորտային համակարգի խնդիրը Վանաձորում լուծում ենք։ Ինչ մնաց այգիների մասով ասեցի, պետք է խզենք պայմանագրերը հետ բերենք։ Ես ապշած եմ ուղակի 32 վարձակալական պայմանագիր մեկ փոքր զբոսայգու վրա ես նման բան ոչ լսել եմ, ոչ էլ տեսել եմ։ Հիմա իրավաբանների հետ ուսումնասիրում ենք, խզելու ենք այդ պայմանագրերը, որտեղ որ իրավական հիմք ունենք դա անելու։ Մանկապարտեզների մասով ասեցի թիվ 7 տնական մանկապարտեզ եմ գնացել բավականին վատ պայմաններին նորից հիմնանորոգման ծրագրի մեջ է ուզում ենք Տիգրան մեծ փողոցը որպես կենտրոնական փողոց հիմա նախագիծ է արվում ամբողջությամբ բրենդավորել եւ ներկայանալի փողոց սարքել Հիմնովին փողոցային առևտուրը կվերանա Փողոցային առևտուրը շատ մանր փոփոխություն է այդ ամբողջի մեջ, որը նույնպես կարևի։ Դուք տեսաք, որ սուրճի ապարատները հանվել են։ Դա այդքան չէր խանգարում, ինչքան փողոցում շարված ձուկը, ելակը եւ այլն։ Կհանվեն գովազդային վահանակները, կապամոնտաժվեն ապօրինի կրպակները, կվերացվի փողոցային առևտուրը, սալարկվելու են մայթերը, փողոցը ասֆալտապատվելու է, նախատեսում ենք շենքերի ճակատային մասերի գիշերային լուսավորություն, նախատեսում ենք լուսավորության նոր համակարգ առհասարակ, հիմա նախագիծ կա, որը փոխում ենք, այդ ամբողջ լուսավորության համակարգը նույնպես պետք է փոխենք, կդարձնենք ներկայանալի եւ կենտրոնական փողոցին վայել փողոց։ Եվ այս ծրագրերը բազմաթիվ են։ Ֆինանսական միջոցներն էլ ասեմ, անցնենք մյուս քաղաքներին։ 2 միլիարդ 300 միլիոն դրամ պարկ 90-ական թվականներից ուներ բանկը, որը տիրապետում է Վանաձորի Քիմ գործարանի մոտ 270 հեկտար տարածքին։ Գույքահարկի պարտքի մասն է խոսքը։ Այդ գույքահարկի պարտքը 2 միլիարդ 300 միլիոն դրամի չափով մարվել է։ Դա մոտ 6 միլիոն դոլար է միայն։ Հունվարի 1-ից 447 միլիոն դրամ ավելանում է Վանաձորի դոտացիան, այսինքն կառավարությունը ավելացնում է մարզկենտրոնի դոտացիան։ Եվ այն գումարները, որ այս պահին կան բյուջեում, նաև ավականից չլինելու պատճառով կուտակվել են եւ չեն ծախսվել։ Արդյունքում 5 միլիարդից ավելի գումար միայն Վանաձորի համայնքապետարանի բյուջեում կա։ Դուք գիտեք, որ այդ ծրագրերը համաֆինանսավորվում են սուբվենցիոն ծրագրերի տեսքով կառավարության կողմից։ Իհարկե թվարկածներից ավտոբուսների եւ վերելակները համաֆինանսավորման ցանկում ընդգրկված չեն, բայց ասֆալտապատում մյուս ծրագրերը նույնպես համաֆինանսավորվելու են, այսինքն գալու ենք մոտավորապես հասնենք այն գումարին, որը հրապարակել է։ Ձեր Facebook-յան հրապարակումներից մեկի տակ քաղաքացին առաջարկում էր հետ բերել նաև այն մանկապարտեզները, որոնք ժամանակին սեփականաշնորհվել են այս կամ այն մարդկանց կողմից։ Միաժամանակ նշվում էր նաև այս շենքի մասին, որի մասին դուք տեղյակ եք, որ սա համայնքապատկան չի եղել, մենք չգործող գործարանից շուկայական գնով գնել ենք։ Ես շնորհակալ եմ հարցի համար, ես բոլոր 11 համայնքապետերին գրություն եմ ուղարկել եւ պատասխանները արդեն ունեմ համայնքներից օտարված մանկապարտեզի շենքեր, մշակույթի տներ, կինոթատրոններ, ֆուտբոլի ստադիոններ, ճոպանուղիներ եւ այլն։ Պատասխանները ինձ մոտ են, նաեւ վարձակալական պայմանագրերն են ինձ մոտ։ Ես օտարումների մասով գրություն եմ պատրաստում գլխավոր դատախազին։ Վանաձորում ունենք եւս 6 օտարված մանկապարտեզ, ունենք մշակույթի տուն, ունենք կինոթատրոնների շենքեր, դա կգնա դատախազություն, որը ապօրինի ծագման գույքի բռնագանձման օրենքի տակ կմտնի, կգնա այդ ճանապարհով,
որը վարձակալությունը պետք է խզվի, կխզվի, կգնանք այդ ճանապարհով, բայց ես հնարավոր անելու եմ, որ մեր քաղաքացիներից յուրացված գույքը, գիտեք, Վանաձորում երեխաների հերթ է մանկապարտեզներում։ Այո։ Երեխաների հերթը դա գաղտնիք չէ, եւ Տիգրան մեծ փողոցում ունենք Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակ։ Ես Արմենի Գյուղեգանին այդ հարցն էի ուղղել, չպատասխանեց ցավոք սրտի ձեր եթերին, ես կուզեի դրան էլ անդրադառնալ, բայց չանդրադարձա։ Հանրապետական կուսակցության գրասենյակ է։ Բայց Արմենի Գյուղեգյանը որոշակիորեն պատասխանեց ձեր հայտարարությանը։ Չպատասխանեց, մասնակիորեն պատասխանեց, բայց դրան է կանդրադառնանք դեռ։ Լոգոն փակցված։ Հանրապետական կուսակցության գրասենյակ երեխաների մանկապարտեզն է դա եղել ժամանակին։ Հիմա այդ մարդկանց հետ Արմենի Գյուղեգանի կուսակցությունը կոալիցիոն կառավարում է իրականացնում։ Համայնքապատկան է եղել այդ մանկապարտեզը։ Այո, համայնքի բալանսից օտարվել է Հանրապետական կուսակցությանը, որքան որ ես տեղյակ եմ, բայց դա եղել է մանկապարտեզ, դե ոչ համայնքապատկան մանկապարտեզ, ես չգիտեմ։ Բոլորն համայնքապատկան։ Սա ոչ համայնքապատկան է եղել։ Դե սա մանկապարտեզ չի եղել, բայց նա գործող մանկապարտեզա չէ եղել Տիգրանցի վրայի շենքը։ Սա կարող հասարակական շինություն լինի, շատ բարի, բայց նա մանկապարտեզա չէ եղել։ Եվ ինչ լծակներ ունեք սեփականության մասին, օրենք եւ այլն չի խոսում։ Գոյություն ունի ապօրինի ծագման գույքի բռնականացման մասին օրենք, որով զբաղվում է գլխավոր դատախազությունը, եւ ես պատրաստվում եմ դատախազին ուղարկել Տիկին Վարդապետյանին, եւ կան այգիներ, օրինակ, որտեղ վարձակալական պայմանագրեր են գործում, որտեղ հնարավոր այդ պայմանագրերը խզել, այդ պայմանագրերը պետք է խզվեն։ Եվ ոչ միայն Վանաձորում, Ալավերդիում էլ ունենք զբոսայգիներ 99 տարով վարձակալության տված, որ հիմա ուղղակի աղբանոցներ են դրանք։ Եվ մենք չենք կարող դրանք հիմնանորոգել, քաղաքացիներն էլ այս ընթացակարգերից տեղյակ չեն, քանի դեռ դա ամբողջությամբ համայնքային չէ։ Իրավունք չունենք վարձակալության տրված գույքի վրա համայնքի բյուջեից գումար ծախսել։ Դրա համար դա պետք է վերադարձնել համայնքին, հիմնանորոգել եւ տալ ժողովրդին։ Պարոն Նկարչյանը, մի տեսակ տպավորություն է, որ շատ դժվար գործընթաց է եւ նույնիսկ չիրականանալի։ Դատական ակտ կար մարզպետարանի կողքի տարածքների վերաբերյալ, բայց համայնքային իշխանությունը, որը օրենքով պիտի հետ բերեր, չգիտեմ ինչ պատճառով չարեց դա եւ այդ խնդիրը չի լուծվել առ այսօր։ Դատարան է մտել այդտեղ 2003 թվականի գործ է, մարզպետարանի երկու կողքի կողան երկու հատվածները օտարված են, ճիշտ եմ հասկանում, չէ՞, հարցերը մասին է։ Այո։ Դատական process գնաց, մի հատվածով դատախազությունում քրգործ կա, մյուսով դատական process կա, չգիտեմ անվարտվել է թե չէ։ Իրավական process-ներ են, այո, ես որ ասում եմ, լսեք, այն մարդիկ, ովքեր խնդիրներ են ստեղծել քաղաքացիների համար, խնդիրներ են ունենալու։ Ես շատ հստակ ասում եմ։ Իսկ եթե այդ խնդիրները ստեղծել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր իշխանություններով, նույնպես խնդիրներ են ունենալու այդ մարդիկ։ Օրինակ բերեմ։ Բերեք։ Գեղագիտական կենտրոնի եւ տեխնիկային թատրոնի միջակայքում 2018 թվական հեղափոխությունից հետո շենք վերխոյացավ։ Ես մարզպետ, նախկին մարզպետներից Արամ Խաչատրյանին այս տաղավարում այդ աթոռին նստած երկու անգամ հարց եմ ուղղել նաեւ ընտրությունների ժամանակ 21 թվականի ասացին, որ ապօրինի է, կհետևեն, չի շարունակվի, բայց քարը քարի վրա այսպես մի քանի հարկ բարձրացել է այդ շենքը, ել չեմ շարունակում։ Իսկ մեր կուսակցության անդամներիցում է պատկանում այդ շենքը։ Չէ, պարտադիր չէ ձեր կուսակցության անդամներին, ձեր իշխանության օրոք։ Մեր իշխանության օրոք կարան հանցագործություններ լինեն, դրան իրավական process-ներ կարան հետևեն, ես ուրիշ բան եմ ասում։ Բայց կարող էր, չէ, հենց սկզբից ընթացք չտրվեր։ Ես ասում եմ, այն պետական պաշտոնյաները, որ 20 տարի յուրացրել են երեխաների մանկապարտեզները, խնդրեմ են ունենալու։ Դուք ասում եք ձեր իշխանության։ Դուք հիմա եթե տեսնեք մի տեղ ապօրինի շինարարություն է, կկանխեք հենց սկզբից։ Լսեք, ես կանխող չեմ, ես դրա համար գոյություն ունեն համապատասխան մարմիններ, ես բնականաբար գրություն կուղարկեմ։ Տեսչական մարմին գոյություն ունի դրա համար, նայած ինչ են անում գոյություն դատախազություն։ Շենքի տանիքին հարկ էին ավելացնում, մենք ահազանգեցինք, մարզպետը Արամ Ղազարյանն էր։ Շատ արագ կազմակերպվեց եւ տեղի չունեցավ։ Կանխեցինք
համագործակցելով լրատվամիջոց, մարզպետարան, այսպես։ Հիմա նշածս օրինակը գուցե արդեն օրինականացրել են, չեմ կարող ասել, չգիտեմ, արդեն շենքի ճակատագիրը, բայց երկու հարևան հիմնարկներում դժկամությամբ էին ընդունում այդ փաստը, մանավանդ որ չգիտենք ինչ է լինելու այդ շենքը։ Ես կարծում եմ, նաև այս կարճ ժամանակում, չգիտեմ որքանով է ինձ դա հաջողվել, իմ հաստատակամության վրա կասկածի տեղ կարծում չեմ թողնում։ Եթե տեսնեմ որևէ ապօրինություն, անգամ եթե դա իմ ընտանիքի անդամն է անում, բնականաբար դրա դեմ կառնեմ, բայց ես այլ բան էի ասում։ Ես ասում էի, որ տարիների վեր ոչ միայն Լոռու մարզում, ամբողջ հանրապետությունում, բայց նաև մեր մարզում եւ ոչ միայն Վանաձորում, մյուս քաղաքներում էլ զբոսայգիներ, մանկապարտեզներ, մշակույթի տներ, մեկ էլ հանկարծ դարձել են մասնավոր սեփականություն։ Նախ չեք կարող մեր կուսակցության անդամներից որևէ մեկի անունը տալ։ Չէ, ձեր կուսակցությունից չի կառուցողը։ Իսեր Աստծո, ես գիտեմ ով է կառուցողը, հանրապետական կուսակցությունից է։ Դե եկեք թույլ տվեք ամփոփ։ Ով մանկապարտեզի շենք է սեփականացրել, բայց մենք այս ճանապարհով իսկապես պետք է գնանք։ Առանց անձնավորելու ընդ որում։ Որովհետև չի կարող քաղաքային զբոսայգին լինի որևէ մեկի սեփականություն կամ 32 հոգու վարձակալություն։ Դա պետք է լինի Վանաձորի 100,000 քաղաքացիներին ներողություն, հիմնանորոգված, վերանորոգված հանգստի ժամանցի վայր։ Մայթերը չեն կարող հյուրացվել, զավթվել, որովհետև մանկասայլակով քայլող քաղաքացին ուզում է անարգել մայթով անցնել։ Դա չի կարող ինչ-որ մեկի բիզնեսը լինել։ Մանկապարտեզները չեն կարող սեփականությունը լինել որևէ մեկի եւ երեխաները լինեն հերթի մեջ։ Որևէ մեկը չի կարող ինձ ասել, որ սա ճիշտ ճանապարհ է։ Հյուրացնել մայթերը, մանկապարտեզներն ու զբոսայգիները։ Սա ոչ ազնիվ է, ոչ արդար է, ոչ էլ օրինական է, ոչ էլ իրավական է։ Այո։ Ոչ էլ բարոյական է։ Եվ մենք բնականաբար գնալու ենք դրանք համայնքին վերադարձնելու ճանապարհով։ Այո։ Եվ ամենակարևորը գազելները այդ ուղղակի չարիք է, այդ աղետ է մեր քաղաքի համար, ճիշտ է, դա դրանով որոշակի մարդիկ հարստացան, հարստանում են, շարունակում են հարստանալ, բայց ինչպես դուք եք ասում, Վանաձոր ցուշահը ամենակարևորը։ Այո, ես դա եմ առաջարկում, ես վատ բան չեմ ասում, ես ասում եմ, լսեք, եկեք հանուն այս ծրագրի եւ հանուն Վանաձորի համախմբենք թեկուզ կարճ ժամանակով, հետո քաղաքական process-ները կգան, ով ում ինչ ուզում ասի կասի։ Պարոն Մկրտչյան, իմ Լոռի հեռուստաընկերության գործընկեր Ամեկ+ հեռուստաընկերությունը ձեզ տեղեկանալով, որ իմ հյուրն եք լինելու, ձեզ հարց է ուղղել, ես ընթերցեմ հարցը եւ համարեք սա հետաքրքիր գործընկերային մոտեցում, գուցե եւ մի օր այնտեղ լինեք, իմ կողմից հարց հնչի։ Ալավերդու պղնձաձուլական գործարանը տարիներ շարունակ եղել է քաղաքի կյանքի ու տնտեսության հիմքը, բայց վերջին տարիներին կանգ է առել, թողնելով հազարավոր մարդկանց առանց աշխատանքի եւ անորոշության մեջ։ Հիմա գործարանը չկա, աշխատանք չկա, հույս էլ կարծես չկա։ Կարող եք այսօր հստակ ասել, գործարան ունենալու է ապագա, թե պետք է վերջնականապես հրաժարվենք Ալավերդին արդյունաբերական կենտրոն պահելու մտքից։ Գործարանը վերակենդանացնելու իրական ծրագիր կա, պարոն Մկրտչյան, թե Ալավերդին մեռնող քաղաքների շարքին։ Ալավերդին մեռնող քաղաք չէ, Ալավերդին ապրող քաղաք է, հազարավոր մարդիկ չեն, 680 մարդ է աշխատել 2018 թվականի դրությամբ, գործում է թե ոչ, այո, գործում է նաև հիմա որոշակի հզորություններով, փոքրիկ արտադրամաս, այնքան որ կան այդ ընկերության սեփականատերը ուզում է այդ փոքրիկ արտադրամասը աշխատի։ Կա ներդրումային ծրագիր այդտեղ, Ալավերդիում տարիների վեր համակեցության կանոններ պահելու խնդիր է եղել, գործարանում այո աշխատել է 1000 մարդ, բայց 14000 մարդ էլ չի աշխատել եւ արտանետումների են աննախադեպ ծավալը, որ եղել է Ալավերդիում 14000-ին չի թողել շնչել։ Ես ինքս ծնվել մեծացել եմ Ալավերդիում, արտանետումների հետ աննախադեպ ծավալով արտանետումներ են եղել։ Հիմա բարեբախտաբար որոշակի հզորություններով էլի ասում եմ աշխատում է գործարանը, չկան արտանետումներ արդեն 7 տարի,
եւ դա շատ ողջունելի է։ Արդիականացվել է այդ հատվածում գոնե։ Չի արդիականացվել, ավելի շատ որոշակի ներդրում արել են, մի քիչ արտադրական տրամաբանություն են փոխել, փորձել են պատրաստի արտադրանք ստանալ, որը նաեւ կիրացվի տարբեր հանքարդյունաբերական ձեռնարկություններում տարբեր դետալներ արտադրել, ինչը շատ ողջունելի է։ Հիմա էլ բավականին նույն ծավալով աշխատելու համար իհարկե մեծ ներդրումներ են հարկավոր, արդիականացնել է հարկավոր Եվրոպայում, ամենտեղ կան մեծ քաղաքներում այդպես գործարաններ, բայց գեր ժամանակակից սարքավորումներով հագեցած։ Իմ պատկերացմամբ, չգիտեմ, մասնագետներն ավելի արհեստավարժ կխոսեն այս մասին, իմ պատկերացմամբ դա արդիականացնել դեպի այն գործարան, որ դուք եք նկարագրում, հնարավոր չէ, այդտեղ պետք է կառուցվի նոր գործարան, ժամանակի հրամայականին համապատասխան, դա 400-ից 500 միլիոն դոլար կարող է արժանալ։ Սեփականատերն ինչ է ասում։ Չգիտեմ, ես դա իր մասնավոր գործունեության մեջ ես այդքան չեմ խորանում, բայց գիտեք, աշխատատեղերի մասով ես էլի եմ ասում, վերջին 7-8 տարվա ընթացքում 234,000 աշխատատեղ է ստեղծվել կամ ստվերից դուրս եկել Հայաստանի Հանրապետությունում։ 1234 թե 234 Հայաստանի Հանրապետությունում։ Ինձ թվաց Ալավերդու մասին եք խոսում։ 234,000 աշխատատեղ է ստեղծվել կամ ստվերից դուրս եկել եւ մենք աշխատատեղերի թվով պատմական ռեկորդ սահմանեցինք հերթականը 800,000-ի շեմը հատեցինք։ Դուք որ գնաք Ալավերդու տարածաշրջան, գնաք ռեստորաններ, հյուրանոցներ, հյուրատներ, հարցրեք սեփականատերերին ինչ խնդիր ունեն, ասում են աշխատողի խնդիր ունենք, աշխատող չեն գտնում։ Որ գնաք գյուղեր, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող մարդկանց հարցնեք ինչ խնդիր ունեք, բանվորի խնդիր ունենք, աշխատողի խնդիր ունենք, որ ուղղությամբ գնաք աշխատողի խնդիր ունենք։ Ալավերդիում ունենք իրավիճակ, երբ Հնդկաստանից բանվորներ ժամանել են Ալավերդի եւ ամսական մոտ 300,000 դրամ աշխատավարձով ասֆալտապատման աշխատանքներ են իրականացնում մրցույթը շահած կազմակերպությունը։ Այսինքն տեղացիները չեն ցանկանում ասֆալտապատել, գիտեք ինչ, եթե չկա աշխատատեղ Հնդկաստանից ոնց է մարդը հասնում Ալավերդի եւ աշխատում ամիսը 300,000 դրամ։ Ուզում եմ հարցնել, Ալավերդին 300,000 դրամով չի ուզում գնալ ասֆալտապատման աշխատանքներ կատարել։ Ես չգիտեմ, սա բավականին կարծում եմ խորը ուսումնասիրելու հարց է, որովհետեւ մի կողմից անընդհատ աշխատատեղերի խնդիրը բարձրացվում եւ ես էլ դա համարում եմ խնդիր, բայց մյուս կողմից տուն գնալու ճանապարհին, որ տեսնում եմ Հնդկաստանից քաղաքացիներ Բաքից մի 400 մետր են կողմ ասֆալտապատման աշխատանքներով զբաղվում, մոտ սկսում է հարցեր առաջանալ։ Դուք մենք փաստորեն խոսեցինք իմ հաջորդ հարցի մասին, կարծես թե ես նախատեսել էի, որ զրուցենք մարզի սոցիալ-տնտեսական զարգացման տեմպերի մասին, այդուհանդերձ եկեք մյուս համայնքներից էլ մի քիչ ասենք 174 միլիոն դոլարի շինարարական աշխատանքներ են այս պահին արվում Լոռու մարզում, սուբվենցիոն ծրագրով եւ կառավարության ուղիղ ֆինանսավորմամբ աշխատանքների մասին է խոսքը, եւ միայն այս մասով կարելի է ընդհանրել քանի նոր աշխատատեղ է ստեղծված այս պահին։ Ես բազմաթիվ ընկերներ ունեմ, բարեկամներ ունեմ, որ տասնամյակներ գնացել են արտերկիր, խոպան ասվածը եւ վերջին 4-5 տարին չեն գնում։ Եղբայրս էլ ով շինարար է, վերջին 4-5 տարին չի գնում, աշխատում է մարզում, գնում է Երևանում է շինարարական աշխատանքներով զբաղվում, հարազատ եղբոր մասին չի խոսքը բարեկամ։ Ու այո, մասշտաբային շինարարություն է գնում մարզում բոլոր համայնքներում, բոլոր ամենահեռավոր գյուղերում անգամ։ Տաշիրի շրջանում վերջին շրջայցը իրականացրել Միխայելովկա գյուղում ասֆալտապատման աշխատանքներ են երկար սպասված, Մեծավանում տեսակ որ 4 տարի սպասված ճանապարհի հիմնանորոգումը վերջապես մեկնարկեց, որոշակի աշխատանքային խնդիրներ կան, բայց շինարարը կարգավորի արագ։ Ստեփանավանի շրջանում Ստեփանավան խոշորացված համայնքում էլի ծավալուն աշխատանքներ են, մի քանի օր առաջ Գյուլաքարակում եմ եղել, Վարդաբլուրի եւ Կուրթանի մանկապարտեզները, մեկը հիմնանորոգված, մեկը զրոյից կառուցված կգործարկվեն մի քանի օրից։ Հիմնանորոգված մանկապարտեզներ ունեն, որ տարբեր տեխնիկական խնդիրների պատճառով չեն գործում։ Ալավերդիում եւ հարակից գյուղերում էլի ծավալուն ասֆալտապատման մանկապարտեզներ հիմնանորոգելու լուսավորության համակարգեր անցկացնելու ծրագրեր են մեկնարկած,
սպիտակում բոլոր համայնքներում, ես մեկ առ մեկ չթվեմ, մեր բոլոր համայնքներում ահռելի աշխատանք է արվում այս բանը։ Եվ մի հարց, ես շատ ողջունում եմ ձեր մոտեցումը բնապահպանական խնդիրներին, Ալավերդու մասին, որ խոսեցինք, բայց ուզում եմ հիշատակել Փամբակ խոշորացված համայնքում արդեն որերորդ հանրային լսումն է Քարաբերդի, որը նաև ուղիղ Վանաձորի մենք ենք շահառու, որպես Վանաձորի բնակիչներ, եթե չեմ սխալվում 1 կիլոմետրից էլ քիչ տարածք է ուղիղ գծով, լսումներին ես էլ այո, լսումներին մենք մեր լրատվամիջոցն էլ է մասնակցել 2 անգամ, բայց մի տեսակ լավ չի ստացվում, հա, այսպես ասեմ, դուք ինչ կարծիքի եք, դուք ուզում եք, որ Քարաբերդում նոր հանք բացվի, չէ՞ որ ես հասկացա, որ դուք շատ եք կարևորում բնապահպանական խնդիրները մարզում։ Ես կարևորում եմ համակեցության կանոնները պահելը, Ալավերդին որքան էլ ասեցինք արտանետումները, Ալավերդին ստեղծվել է գործարանի շուրջ։ Քարաբերդի մասին, հա։ Կգամ Քարաբերդին, ես բայց խնդրում եմ ցիտելիս ուղիղ ցիտեք էլի մի քիչ բնապահպանական մասը բնականաբար շատ կարևոր է, բայց համակեցության մեջ պետք է նայել եւ բալանսի մեջ պետք է նայել այդ ամեն ինչը։ Քարաբերդի մասով ես կարծում եմ, որ ազդակիր համայնքի բնակչության կարծիքը պետք է դոմինանտ լինի, եթե ուզում եք շատ ուղիղ պատասխանեմ, շատ ուղիղ պատասխանեմ։ Ազդակիր համայնքի բնակչության կարծիքը պետք է լսելի լինի։ Ծրագիրը մանրամասն չեմ հասցրել ուսումնասիրել, բայց նաև հաշվի առնենք, թե Փամբակի հատվածում որքան է տուրիստական ուղղությունը զարգանում, նաև տեսակ մոտ $8 միլիոն ներդրում է արվել այդ հատվածում եւ մեծ պոտենցիալ կա, բայց այդտեղ տարուց ավել, եթե չեմ սխալվում, տևած process կա երկրաբան հայտախուզական աշխատանքների եւ այլն եւ այլն։ Եվ եզրակացություններ կան որոշակի։ Ես նոր բացազատված լանջեր չեմ ուզի տեսնեմ այդտեղ։ Էլի շատ ուղիղ պատասխանեմ, բայց մի հատ խորհրդությամբ պետք է ուսումնասիրել այդ process-ը։ Նոյեմբերի 7-ին հերթական լսումներն են, մենք պիտի գնանք։ Ես ես կտեղեկացնեմ եւ լրատվամիջոցներից կտեղեկանաք, կարծում եմ ձեր համակարգացին է Օլեգ Դուլգարյանը, եթե ավելի մանրամասն կարիք լինի։ Ես հետևում եմ process-ներին, ես այն ինչ տեսնում եմ, ինձ դուր չի գալի եւ կրկնում եմ նոր բացազատված լանջեր ես չեմ ուզում տեսնել այդ հատվածում, բայց այդուհանդերձ process-ներ կան, ընթացակարգեր կան, պետք է հասկանանք ինչա տեղի ունեցել մինչ այս, ինչա տեղի ունենում հիմա եւ ինչպես պետք է process-ները զարգանան։ Եվ մի քաղաքական հարց ուղղեմ ձեզ, մի թեմա բացենք ու ավարտենք։ Պարոն Մկրտչյան, քաղաքացիական պայմանագիրը Լոռու մարզում ինչ վարկանիշ ունի այս պահին տեղեկություններ ունեք, եթե չունեք լավ, ընդդիմությունը գրասենյակներ է բացում, մտավախություն չունեք։ Ինչից։ Ընտրությունները 7 տարի հետևում չեն, 7 ամսից ազգային ժողովի ընտրություններ են եւ կարծում եմ ձեզ համար էլ կարևոր է։ Մտավախություն թող ունենան բոլոր նրանք, ովքեր մտավախություն ունենալու պատճառներ ունեն, մենք մտավախություն իհարկե չունենք։ Լինելու է ընտրություն, քաղաքացին էլ որոշելու է ով լինի կառավարող ուժ, ով չլինի կառավարող ուժ։ Գրասենյակ բացողների ժամանակները անցել են, որ ուղղաթիռներով փող են լցնում քաղաքների վրա, հազարավոր ձայներ գնում, հերթեր էին կանգնում։ Հա, հետո էլ ասում ենք դե կապ չունեինք իրանց հետ, ոչ նրանց հետ, ոչ նրանց հետ կապ չունեինք, մենք տենց հրեշտակի թևերով հանկարծ հայտնվեցինք ու ոչ մեկ հետ կապ չենք ունեցել։ Շատ լավ էլ կապ են ունեցել, շատ լավ էլ տեսել ենք իրանց կազմակերպած ընտրությունները։ Ասեմ ավելին, արցախցիներին վարչապետը լավ ձևակերպեց, որպես ցույցի մատերիալ են օգտագործել։ Հիմա էլ ինչ-որ ռուսական ցակման հասարակական կազմակերպությունները փորձում են ձեթ ու բրինձու առաջին անհրաժեշտության պարագաներ բաժանել, հետո էլ իրեն ցույցերին ավտոբուսները կանգնացնել, Տաշիրի հրապարակում տանել Երևան, չի աշխատելու դա չի աշխատելու։ Այդ ժամանակները անցան։ Այդ ժամանակները մնացին 2017 թվականի համապետական ընտրություններում, երբ
պարկերով փողեր էին լցնում փողոցներում։ Դա անցավ։ Ինչ տեղի կունենա ժողովուրդը կորոշի, նորից եմ ասում։ Մենք մտահոգվելու բան չունենք, մենք սիրում ենք մեր երկիրը, մենք երազանքներ ունենք մեր երկրի հետ կապված։ Մենք բավականին երկար ճանապարհ ենք անցել մինչև հեղափոխություն եւ կրկնում եմ 2026 թվականի հունիսի 7-ին քաղաքացին կգնա ընտրական տեղամաս եւ որոշում կկայացնի, ոնց կորոշի, այդպես էլ կլինի։ Ու թող մտահոգվեն նրանք, ովքեր մտահոգվելու բան ունեն, մենք մտահոգվելու բան չունենք։ Պարոն Մկրտչյան, շնորհակալություն, հուսամ էլի կգաք Շնորհակալ եմ, բայց մինչև խնդրում եմ ընտրությունները։ ինձ 1 րոպե էլ Կտամ անպայման ձեզ այդ 1 րոպեն համեցեք, կարող եք այս Ես քանի որ Տիկին Կիրովյանին հրավիրել եք ձեր տաղավար եւ նա անդրադարձել է ինձ, ես կարճ կուզեմ պատասխանել, նախ շատ վատ է, որ ազգային ժողովի պատգամավորը բնակարանի գնման վկայագիրը եւ տան բանալին իրարից չի տարբերում։ Մենք բնակարանի գնման վկայագիր տալիս ենք այն քաղաքացիներին, որոնց կառավարությունը ֆինանսավորում է իջեցրել երկրաշարժից բնակարան կորցրած եւ անհատական բնակելի տուն կորցրած քաղաքացիների համար եւ քաղաքացու հետ պայմանագիր ստորագրող մարմինը Լոռու մարզում Լոռու մարզպետարանն է օրենքով սահմանված կարգով եւ ԲԳՎ-ները տանում կառավարության անունից փոխանցում ենք։ Այն բանալիները, որ Տիկին Կիրովյանը տեսել է, այլ խառնում է այդ տեսանյութերը իրար։ Այդ բանալիները տալիս եմ իմ ընկերներին խնդրելու միջոցով տարբեր քաղաքացիների համար գնաց տների։ Դրանք այն մարդիկ են, որ որևէ պետական ծրագրում չեն ընդգրկվում, ցավոք սրտի, բայց խնդիր ունեն։ Օրինակ Մանկատան Նինան իր 4 երեխաների հետ միայնակ մայր եւ 4-ն էլ առողջական խնդիրներով Ծաթեր գյուղից։ Բայց այս թեմայից անցնելով ես ելի եմ ասում, որ Վանաձորի ցավը շատ տանում են եւ Վանաձորի ջանին շատ մեռնում են, թող մի հատ բարձ հարցի պատասխանեն, ոնց է ստացվել, որ իրենց կառավարման տարիներին Տիգրան Մեծ փողոցում գտնվող մանկապարտեզը դարձել է Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակ, բայց չեն գնացել իրենց կոալիցիոն գործընկերներին ասեն, «Էս ինչ եք անում»։ Մենք Վանաձորը շատ ենք սիրում, այս ոնց եք sense բան թույլ տալիս։ Ոնց եք այգին 32 կտոր անում ու վարձակալության տալիս, այսօր էլ գրասենյակներ են բացում այդ մարդիկ, որ այգի են կտոր արել տվել սրան նրան ու մանկապարտեզներ, բան են անում։ 65 հարգանի գրասենյակներ մտածում են, որ բաց են քաղաքի կենտրոնում, բանը մարդիկ մոռանալու են, թե ինչ են արել իրանք իրենց կառավարման տարիներին։ Թող սրա մասին խոսեն եւ ընդհանրապես թող իրենց քաղաքական ուժերի հետագծից խոսեն, մեզ հանգիստ թողնեն, մենք ժամանակ չունենք, ուզում ենք գործ անենք։ Շնորհակալություն, գործ արեք, պարոն Մկրտչյան, մենք միայն ուրախ կլինենք։ Սիրելի հեռուստադիտողներ, Impulse podcast-ի տաղավարում Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն էր, շնորհակալություն եւ մինչ նոր Շնորհակալ եմ հնարավորության համար։